Բարի լույս սիրելիներ, հոգևոր նախաճաշը շարունակվում։ Այսօրվա հոգևոր ընթերցումը Պետրոս Առաքյալի առաջին թղթից է, որտեղ շատ գեղեցիկ պատգամ ունի Պետրոս Առաքյալը, որ այսօրվա համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր մեկիս։ Տեսեք ինչ է ասում 5-րդ գլխում. Արթուն եղեք, հսկեցեք, քանի որ ձեր ոսոխը սատանան մռնչում է արուծի պես, շրջում եւ փնտրում է թե ում կուլ տա։ Դիմադրեցեք նրան, հաստատուն լինելով հավատի մեջ։ Իմացեք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։ Սիրելիներս, արթուն մնալ հսկել եւ հաստատուն մնալ հավատքի մեջ։ Միշտ աշխարհում հավատքի դեմ պայքար է եղել, որովհետեւ սատանան արթուն է եւ ամեն ինչ անում է, որպեսզի մարդը հավատքի մեջ հաստատուն չմնա։ Այսօրվա հոգևոր նախաճաշով մենք յուրաքանչյուր մեկս արտանալով պիտի մտածենք, ինչ ունենք անելիք, որպեսզի մեր հավատքը չսասանվի, կամ որպեսզի մեր հավատքը ավելի զորավոր դառնա, հաստատուն լինենք այդ հավատքի մեջ։ Եվ հավատքի հաստատունության թիվ 1 բանաձևը դա արթնությունն ու հսկումն է, այլ կերպ ասած, աղոթական ներաշխարհը։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր մեկս պետք է միայն աղոթքի տանք մեզ եւ որևէ բանով չզբաղվենք։ Աղոթքը ուղեկցողը պիտի լինի մեր ամբողջ օրվա։ Մեր մտքի մեջ, ենթագիտակցության մեջ անգամ աղոթական վիճակ պետք է լինի, որը մեզ կօգնի, որպեսզի մենք մաքուր մնանք, մեղքից խուսափենք, դժվարության դեպքում կարողանանք Աստծո հետ խոսել մեր ներսում, մեր հոգևոր աշխարհում։ Եվ իհարկե ամենակարևորը՝ միտքը արթուն պահել, որովհետև այսօր մտքի գայթակղությունը շատացել է։ Սատանան փորձում է ամեն ինչ անել, որ կլանի մեր միտքը, շեղի մեզ այն ճշմարտությունից, որ Քրիստոսին է։ Եվ այսօր Պետրոս Առաքյալը մեզ այս պատգամն է տալիս. հաստատուն եղեք հավատքի մեջ, արթուն եղեք եւ հսկեք, որովհետեւ ձեր եղբայրներն էլ են չարչարում։ Մի մտածեք, որ դուք մենակ եք այս աշխարհում։ Մի կարծեք, որ միայն ձեզ եկավ այդ չարչարանքը։ Չարչարանքը բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին է։ Հալածանքը բոլոր քրիստոնյաներին։ Դժվարությունները բոլոր քրիստոնյաների համար է, որովհետև հաղթահարելով մենք ավելի ու ավելի արթնության մեջ ենք լինել։ Զինվորը պատերազմի մեջ է իր հաղթանակը արձանագրում։ Իսկ մենք բոլորս Աստծո զինվորներն ենք, եւ այստեղ է, որ մեր հաղթանակը Աստծո ողորմությամբ եւ նրա ներկայությամբ պիտի արձանագրենք, եթե արթնության մեջ ենք, հսկման մեջ ենք եւ իհարկե հավատքը պահում ենք առաջին գծի վրա։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ սիրելիներս։ Աստված օրհնի ամենքիս։